Բարև ձեզ, Factor TV հյուրը Հայ կառուցողական կուսակցության ղեկավար քաղաքագետ Անդրեաս Ղուկասյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռոբերտ Քոչարյանի թիմի հետ լարվածության ֆոնին Սերժ Սարգսյանն է հանդես եկել մի շարք հայտարարություններով, որոնք ըստ էության պատասխան էին դուք բերեցիք Նիկոլին թեզին, ասում է ես էի ասում, դուք եք մեծ հաճույքով մասնակցում մեր դեմ դագաղ եւ սև ժապավենների խրախճանքին, պահանջում էր հեռացումը եւ այսպես է հակադարձում, այսպես ասենք մյուս ընդդիմադիր թևին նաեւ ասում է շատ լավ գիտեք թե այդ օրերին իշխանության կողմից անգամ մեկ մարդուն կյանքից զրկել է ինչ անհնազանդություն, քաոս կառաջացներ, կմեցացներ արտաքին վտանգը, սա էլ պատասխանում է այն մեղադրանքներին, որ կրակեիք մարդկանց վրա, թույլ չտայիք Նիկոլ Փաշինյանը գա իշխանության, այ ինչ կարող եք ասել նախկին նախագահների թևերի միջև եղած այս բանավեճի մասնապես Սերժ Սարգսյանի այս հայտարարությունների մասին։ Մոտենում են ընտրություններ եւ Հանրապետական կուսակցությունը եւ Հայաստան դաշինքը ըստ էության մրցակցում են էլեկտորատի նույն սեգմենտի վրա։ Եվ դրանով իմ կարծիքով բացատրվում է հիմա այն դիրքավորումը միմյանց նկատմամբ, որը իրենք մեզ մատուցում են։ Դա այն ինչը որ վերաբերվում է իրենց այդ առօրյա, հա, քաղաքական, այսպես ասած, միգուցե շատերի համար անսպասելի այդ պայքարի պես անվանենք դրսևորումներին, բայց դա տրամաբանություն է հասարակ շատ։ Փնտրում են ով է թիվ 1 ընդդիմադիրը, այսպես ասենք, ձայների, հա, ձայների խնդիր է, որովհետև ըստ էության այդ նույն զանգվածն է լինելու։ 280,000 ձայն հավաքեցին 21 թվականին երկուսը միասին Հայաստան դաշինքը եւ պատիվ ունեմ դաշինքը, եթե ես չեմ սխալվում, կարող եմ։ Իրար հետ մոտավորապես 26-27%, այսպես ասենք 30%, քանի որ պետք է ընդդիմադիր լիներ, մի քիչ էլ աճեց։ Հանրապետական կուսակցությունը նույնիսկ շեմը չանցավ։ Հիմա իրենք, Հանրապետական կուսակցությունը այն ժամանակ բախվել էր պատիվ ունեմ դաշինքի ներսում, հիմա իրենք պիտի իրենց արժև տնեն խնդիր կամ ռազմավարությունը ենթադրում է մասնակցել խորհրդարանական ընտրություններում, եթե մասնակցել ընտրություններում, հիմա ձեզ դրեք ենթադրենք Հանրապետական կուսակցության ինչպիսի պատիվ։ Ղեկավարության տեղը։ Իրենք պիտի փորձեն ձևակերպել քաղաքական նպատակ, առաջադրանք, ինչ կարող են իրենք ակնկալել այդ ընտրություններում։ Հանրապետական կուսակցության համար իր անցյալ ընտրությունների արդյունքի տեսակետից հարկավոր է անցնել շեմը եւ ինչի հաշվին անցնել շեմը բնականաբար դա պիտի լինի արդեն Հայաստան դաշինքի հետ ավելի սուր մրցակցություն այն ձայների համար, որոնք որ այն ժամանակ ի օգուտ Ռոբերտ Քոչարյանին, հա, ոնց որ ավելի բաշխվեցին, այսպես ասած, դա մի վերմակ է, Քոչարյանը քաշել էր իր վրա, Սերժ Սարգսյանը մնացել էր դուրս, այսպես ասած։ Հիմա Սերժ Սարգսյանը փորձում է այդ նույն վերմակը, այդ վերմակն էլ էս ընթացքում հարցումները ցույց են տալիս, որ մեծ հաշվով պակասել է, փորձելու է քաշել այդ վերմակը իր վրա, որպեսզի Ռոբերտ, տեղ not zero sum game կամ Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան, երկուսը միասին չեն կարող շահավետ արդյունքով դուրս գալ։ Բայց բուն ասած իմ մեջ 18 թվականի իրադարձությունների մեջ էականը ես դա չեմ համարում, պարզապես այդպես շարունակեմ ձեր հարցը, թե ուժ գործադրվեց, թե չգործադրվեց ցուցարարների նկատմամբ։ Ինչի չգործադրվեց, Սերժ Սարգսյանը իմ կարծիքով չի ասի ճշմարտությունը, ինչի՞ չէ ուժ գործադրվեց։ Դե ասում եմ քաոս կլիներ երկրում, ես ոնց մի բան գիտի էլի, միգուցե ասում եմ։ Իսկ թվում է իր համար սպառվել էր ուժ գործադրելու հնարավորությունը։ Առհասարակ ես այդ կարծիքին եմ եղել 2012 թվականից սկսած, երբ որ եւ Հայաստանում ձևավորվեց քաղաքացիական անհնազանդության գաղափարը որպես գործիք, որպես քաղաքական պայքարի գործիք, որտեղ այդ գործիքը կարող է աշխատել միայն այն դեպքում, եթե ռեժիմը, երկրում գործող ռեժիմը սահմանափակ է ուժ գործադրելու հարցում։
Հայաստանի Հանրապետության իշխող ուժը 12 թվականից ի վեր սահմանափակ էր նույնիսկ 11 թվականից կարելի է ասել ուժ գործադրելու հարցերում։ Եվ դուք եթե հետ թերթեք տեսնեք բազմաթիվ բողոքի ակցիաներ, շարժումներ եւ այլն, այդտեղ ոստիկանությունը ամեն կերպ փորձում էր կոպիտ ուժ դրսևորելուց խուսափել։ Ինչ վերաբերվում է իրական խնդիրը դա չի ուժով ճնշեցին, թե չէ։ Իրական խնդիրը հետեւյալն է, արտահերթ խորհրդարանական ընտրություններ ինչու չնշանակեցին։ Հանրապետական կուսակցությունը կարող էր պարզապես 18 թվականի մայիսի 2-ին չգար քվեարկության, չէ՞։ Եվ այդ դեպքում երկրում կլներ արտահերթ խորհրդարանական ընտրություններ եւ այդտեղ մեծ հարցական է։ Ով կհաղթեր կամ ինչ քաղաքական դասավորություն կլիներ։ Պարոն Ղուկասյան, այդ որոշումը հանձնել վարչապետի պաշտոնը Նիկոլ Փաշինյանին առանց արտահերթ խորհրդարանական ընտրությունների, շուշտ այդ որոշումը կայացրել է հանրապետական կուսակցությունը, իրագործել է հանրապետական կուսակցությունը եւ դրանից բխող բոլոր հետևանքների համար պատասխանատու է հանրապետական կուսակցության ղեկավարությունը։ Տեսեք, 2026 թվականի ընտրություններում ձեր կարծիքով Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, այս թևը հնարավորություն ունի իշխանություն վերցնել։ Այդ դուք նկարագրում եք ընդդիմադիր ձայների մոտավորապես 26%, որ կամ լավ 30% ենթադրենք մեծացել է այդ խումբը, այդ ձայները ում օգտին են բաշխվելու, այդ հարցն է, ըստ ձեզ բանավեճի առարկա, իսկ նրանք հնարավորություն ունեն այդ 30%-ը դարձնել, ասենք 60% կամ ավելի։ Ինչից մենք պիտի եզրակացություններ անենք, հարցումները կարող ենք անտեսել, չեն կարող, չէ՞։ Կամ միգուցե մարդիկ կան, որոնք որպես սեփական ենթադրություններից են, բայց անցյալ տարվա սեպտեմբերին կատարված հարցումը, վերջինը հավանաբար, որտեղ USAID-ին ոնց որ թե երկար ժամանակ դեռևս չի կարողանա վերականգնել իր գործունեությունը, International Republic Institute-ի ինչ ցույց տվեց։ Եթե կարճ ամփոփել, Հայաստանում 26 թվականի ընտրություններում կարող է հաղթել այն ուժը, որ ընտրատեղամաս կբերի 56% մեր քաղաքացիների, ովքեր որ կողմ են եղել անցյալ տարի սեպտեմբերին Հայաստանի Եվրոմիության անդամությանը 56% ասել են, որ իրենք եթե մոտակա շաբաթօրը կիրակի օրը լինի քվեարկություն այդ հարցով կողմ կլինեն։ Այսօր այդ խնդիրը իմ կարծիքով այդ հանգամանքը, չէ՞, մենք պիտի դիտարկենք եւ հասկանանք, ենթադրենք այդ մարդկանց Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը կարող են բերել իրենց համար քվեարկելու։ Իմ կարծիքով ոչ։ Տեսեք, Սերժ Սարգսյանը ասում էր ԵՏՄ-ին անդամակցության նպատակով մեր հետևողական բանակցությունների հաջող ավարտն էր եւ ԵՄ-ի հետ զուգահեռ տարվող աշխատանքի ավարտին համապարփակ ընդլայնման գործընկերության համաձայնագրի ստորագրումը սաղուն կերպով մոռացավ նշել եւ նախադեպ բանակցությունները Հայաստանի Եվրոմիության հետ ասոցիացման վերաբերյալ։ Դե թեմայով նաև ասում ես ուղղակի մեջբերում հնարել են այդ թվում դուք երևի մեկ գիշերում որոշում կայացնելու հեքիաթը եւ այնքան եք պատմել այդ հեքիաթը պարոն Ղուկասյան, որ սկսել եք ինքներդ հավատալ այդ հեքիաթին։ Այդտեղ ես Սերժ Սարգսյանի հետ համաձայն եմ եւ պնդում եմ, իմ համոզմունքն է դա, որ 13 թվականի ընտրություններից ընդառաջ, երբ որ դուք եւ ձեր գոլեգաները հարցնում եք Սերժ Սարգսյանին քվեարկությունից առաջ Հայաստանը ստորագրելու է ասոցիացիան պայմանագիր, ինքը ձեր աչքերին նայելով ասում էր մենք խում երեխա չենք, չէ՞։ Կարող է այդքան բանակցենք ու հետո չստորագրենք։ Բայց ինքը Սերժ Սարգսյանը իհարկե գիտեր, որ չեն ստորագրելու, Հայաստանը չի ստորագրելու ասոցիացիան պայմանագիրը։ Դուք հիմա հարց եք տալի, որ բացահայտում է իմ շարժարիթը, ինչի ես ինչու եք հորինել այդ հեքիաթը հակադրվեցի Սերժ Սարգսյանի առաջադրմանը եւ բողոքի ակցիայով հանդես եկա այդ ընտրություններում պնդելով, որ Սերժ Սարգսյանը առաջադրվելու իրավունք չունի նույնիսկ, որտեղ այդ դեպքում սահմանադրություններ դադարում Հայաստանում եւ այլն, բայց թողնենք դա մի կողմ։ Սերժ Սարգսյանը հիմա փաստում է, որ ի սկզբանե բլեֆ էր ասոցիացումը, չէ՞։ Այդ խոսքերից դա կարելի է եզրակացնել։
Դե ինքը մի առիթով էլ ասել է, որ 2 Հենց այդ իրեն արդարացնելու համար էր հորինվել մի գիշերվա պատմությունը։ Որի պրինց ճնշել Որ են։ իբր խեղճ Սերժ Սարգսյանին ճնշել են ու ինքը այդպես ճնշված։ Բայց ինքը մի առիթով ասաց, որ 2 տարի Ռուսաստանին խնդրում էր, որ ԵՏՄ ընդունեն, դա էլ կա ինքն է ասել։ Այսինքն եւ ԵՄ-ի հետ էր բանակցում։ Հիմա որ համադրենք բոլորը, իհարկե Հայաստան բանակցում էր ԵԱՏՄ-ի հետ եւ դա հայտնի էր 11 թվականին այդ բանակցությունները ընթանում էին, հաստատքները պատրաստվում էին, մշակվում էին եւ այլն։ Ասոցիացիան բանակցությունները ընդամենը բլեֆ էր ընտրության համար։ Հիմա մենք օրինակ ունենք նմանատիպ տեխնոլոգիա արդեն այսօրվա իշխող ուժերի կողմից։ Նայելով այդ International Republic Institute-ի հարցմանը, իրենք տեսան, 56% կողմ են Հայաստանի Եվրոմիության անդամության։ Եկեք մի հատ ստորագրահավաք հավաքենք եվրոպական կուսակցությունների դաշինքին, այսպես ասած, դե իրենք չեն կարա լինեն։ Եվ ծնվեց այդ գաղափարը, որ 26 թվականի ընտրություններում կոալիցիա հաղթի։ Միգուցե իրենք տարբեր շարաշություններով մասնակցեն ընտրություններում, բայց քաղաքացիական պայմանագիր եւ եվրոպական կուսակցությունների դաշինք, որովհետեւ այն ինչ որ դուք հարցրեցիք, ես իմ կարծիքը ասացի, որ վկայում են հարցումները, որ նվազել է հեղինակությունը, աջակցությունը խորհրդարանական ընդդիմության, իսկ իշխող ուժի հետ ինչ ա եղել։ Իշխող ուժն էլ է, չէ՞, կորցրել իր այն ազդեցությունը։ 70% հարցնողները 18-19 թվականին կողմ էին քաղաքացիական պայմանագրի, իսկ հիմա մի կերպ 14% են տարբեր հարցումները ցույց տալիս։ Այսինքն ԵՄ գնալու թեման է 26-ին խաղարկվելու եւ ԿՊ-ն ըստ ձեր հաշվարկների կկարողանա այդ դրոշակը վերցնել եւ ասել, եթե ինձ ընտրեք կտանեմ ԵՄ։ Խաղարկվելու է թե չէ, ես չգիտեմ, բայց իմ կարծիքով հիմա էլ ԿՊ-ի ղեկավարության փորձենք կաշվի մեջ մտնել, էլի, իրենք ոնց են տեսնում։ Իրենք տեսնում են, որ այսօր ունեն չափազանց ցածր հեղինակություն եւ այդ հեղինակությունով ձևավորել մեծամասնություն անհնար է։ Երևանի ընտրությունները ցույց տվեց դա, Գյումրիի ընտրությունները ցույց տվեց դա, Փարաքյարի ընտրությունները ցույց տվեց դա, չէ՞։ Այսինքն իրենց պետք է գործընկեր ինչ որ քաղաքական սուբյեկտ։ Եվ նայելով, որ Հայաստանում կա աջակցություն Եվրոմիության անդամ դառնալու գաղափարին, այդ սուբյեկտը մենք տեսանք, այսպես ասած, եվրոպական կուսակցությունների դաշինքը։ Այդ բանաձևով իրենք մինչև Գյումրի ենթադրում էին Գյումրի ընտրություններ, որ կարելի է վերարտադրվել գալիք ընտրություններում, դրանով էր պայմանավորված եւ նախորդ այդ բոլոր ինչը որ տեսանք գործողությունները, ստորագրահավաքը, օրինագծի ընդունումը եւ այլն, այսպես կառավարությունը աջակցություն ցուցաբերեց, որպեսզի հեղինակությունը այդ սուբյեկտի բարձրանա, բայց գյումրեցիները չհավատացին, որ կարելի է Երևանում Արամ Սարգսյանը լինի ԿՊ-ի հետ կոալիցիայի մեջ, իսկ Գյումրիում լինի ընդդիմություն։ Եվ տեսանք ընդամենը 2100 ձայն այդ էլեկտորալ արդյունքները հիմք են տալիս մտածել, որ 250-300 ձայնից ԿՊ-ն չի կարող ավել հավաքել այս պահի դրությամբ ընտրություններում։ Մոտավորապես այդքան էլ կարող են հավաքել խորհրդարանական ընդդիմությունը։ Այնտեղ գնում է պայքար իրար մեջ, ինչպես այդ 250-300 ձայնը կիսել իրար մեջ, բայց մեծամասնությունը հանրության այդ ոչ նրանց մեջ հարցումները ցույց են տալիս, որ բան չի տեսնում։ Եվ այդ ձեր հարցի, իսկ կարող է Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, Սերժ Սարգսյանի ֆինտը խաղացնել իբրև այդ Եվրոմիությունը անդամակցելու եւ այլն, բայց հետո սեպտեմբերի 3, այսպես ասած, մատուցել, իմ պատասխանը ոչ։ Մարդիկ նույնիսկ չեն հավատում, որ Եվրո կուսակցությունների դաշինքը կարող է, այսպես ասած, առաջատար ուժ լինել Հայաստանի եվրոպական միության հետ։ Բայց Փաշինյանը կոնկրետ քայլ է արել, ընդունվել է օրենք։
կարող է ասել, գիտեք, ես կոնկրետություն եմ մտցրել։ Դեպքում Գյումրիում պիտի հավաքեին ավել ձայներ եվրոպական կուսակցությունների դաշինքը, բայց տեսանք որ իրականում նաև Գյումրիի ընտրություններն ասում են շատ անձնային էր, պարոն Ղուկասյան։ Բոլոր ընտրությունները շատ անձնային են, ընտրություններից հետո միշտ պարտվող կամ Հայաստանում հիմա կոմունիզմի վերածնունդ է փաստորեն, պարոն Ղուկասյան։ Ընտրությունները այն ինչ որ կան եւ մենք դրա մասին բոլորս հասկանում ենք, այսպես ասած, չարժի։ Անձինք են ընտրում, այսինքն բաում պիտի ընտրեն, եթե ոչ անձանց։ Անձիկ հավակնում են ընտրովի պաշտոն զբաղացնել, իհարկե ընտրում են անձանց։ Հարցը կայանում է նրանում, որ պետք է թարք տալ այդ բոլոր պատկերացումներին, որ իբր թե Նիկոլ Փաշինյանը կարող է լինել Հայաստանի Եվրոմիության անդամության process-ի առաջնորդ։ Որքանով այդ բայց ինքը հավակնում է այդ թագին։ Եվ դա բերելու է կատաստրոֆայի։ Ինչը։ Այդ իր հավակնությունը։ Ինչու։ Որովհետև դա վստահությունը ինքը արդեն, այսպես ասած, իր 10-12%-ից դուրս չի գա։ Այդ շրջանակից վստահությունը իր նկատմամբ չի բարձրանա։ Դա պարզապես իզուր տեղը մատնած ռեսուրսներ, PR աշխատանք եւ այլն։ ԿՊ-ի ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը իրենք չեն կարող դառնալ լայն մոբիլիզացիայի կերպարներ։ Ձեր ասած ԻՌ-ի հարցը բոլորը ունեն բացասական մեծ ռեյտինգներ։ Եթե Փաշինյանը մոտ անձնապես կարծեմ 16% էր, ԿՊ-ը 20-ից ավելի էր։ Եթե 50%-ը մասնակցի ընտրությանը քաղաքացիների, կրկնապատկվում է այդ 20-ը, այո, հույսերը դա է, որ եթե քիչ մասնակցեն, եթե բան լինի, միգուցե դրա վրա պիտի հույս դնի իշխող ուժը։ Կարող են դնել այդպիսի հույս։ Ինչու։ Բոնուսային համակարգով 40% մտածելակերպը տեսեք ոնց է 40% հավաքածը բոնուսային համակարգով մեծամասնություն է ստանում։ Այո, եթե ակնհայտ է որ հարկավոր է փոխել առաջնորդին, հա, եւ փոխել կուրսը։ Եթե դա հասանելի չի, մնում է արդեն эти разговоры в пользу бедных։ Դե թող առաջնորդը մնա նույնը, ընտրողները քիչ գան քվեարկության հույսով ենք էլի, էս կլինի, են կլինի եւ այլն, մյուս։ Բայց այդ ոնց ասեմ, այդ առողջ մոտեցում չի, որովհետեւ ինքը ի սկզբանե կաշկանդված է խնդրով, որ տվյալ անձը, տվյալ քաղաքական սուբյեկտը, որը արդեն པարզ է, կորցրել է հանրային աջակցությունը։ Ինչքան պիտի իր անձնական ռեյտինգը լինի, որ ենթադրենք դուք ասեք դե լավ, всё։ ԿՊ-ն ավելի բարձր ռեյտինգ ունեցող կա, ասենք Արարատ Միրզոյանի անունն են հաջող տալիս։ Դուք հիմա մյուս հարցն եք շոշափում։ Ունի հնարավորություն։ Օրինակ, մենք փորձենք մեր պատմական օրինակներին նայենք։ Հանրապետական կուսակցությունը ԿՊ-ի վիճակում էր 16 թվականին։ Չէ՞։ 16 թվականի ՊՊՑ գնդի հայտնի իրադարձությունները պատճառ դարձան կառավարության փոփոխության, չէ՞։ Եվ Գազպրոմի կադրերով համալրելուն։ Այո, եւ դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Վատ բաներ։ Դրանից հետո իմիջը հանրապետական կուսակցության լավացավ։ Կարեն Կարապետյան, չէ, թվին չփրկվեցին մեծ հաշվով։ Բայց 17 թվականին իրենք բավականին այսպես փուփուշիկ եւ սիրունիկ ձևով ներկայացան ընտրություններում, ունեին տեխնոկրատ վարչապետի կերպար որպես առաջնորդ, չէ, ունեին տեխնոկրատ կառավարություն, գործունյա մարդկանցով եւ այլն։ Այսինքն մարդիկ նույնիսկ, այսպես ասեմ, բավականին իներտ եւ կոնսերվատիվ քաղաքական թիմը, ինչպիսին է կոռուպցիոն ռեժիմի, հա, գլխավոր գրասենյակը այդ հանրապետական կուսակցությունը 16 թվականին թեպետ եւ գլխին ստանալուց հետո, էլի, կոպիտ ձևով այսպես ՊՊՑ-ի այդ բանով հասկացավ, որ մի բան փոխել է պետք։ Հիմա քաղաքացիական պայմանագիր է, որպեսզի հասկանա, որ մի բան փոխել է պետք։ Մի հատ էլ ՊՊՑ պիտի լինի։ Թե առանց ՊՊՑ-ի կարելի է կողք դնել այդ բոլոր ձեր ասած, դե մարդիկ քիչ կգան, քիչ կքվեարկեն, 20% դեռ ունենք, դրա հաշվին ինչ որ մի բան։ Ակնհայտ է, որ ողջամիտ մարդիկ իրողությունը կարող են ճանաչել, քրիտիկական, այսպես ասած, բանի ենթարկել, անալիզի ենթարկել։ Քաղաքացիական պայմանագրի համար հիմա է ժամկետը, եթե իրենք ուզում են հաջողություն ունենալ ընտրություններում, փոխել վարչապետին,
անդես գալ նոր առաջնորդով եւ փոխել քաղաքականությունը հանրության սպասումներին համապատասխան։ Որոնք են այդ սպասումները։ 56% ցանկանում են, որպեսզի ոչ թե ցանկանում են, այլ իրենք պատրաստ են աջակցել այդ որոշմանը Հայաստանի ԵՄ գնալու եւ այդ թիվը ոչ թե պակասեց, այլ ավելացավ ինձ թվում է սեպտեմբերից։ Ну դա հիմա, այսպես ասած, սեփական եզրակացությունն է, բայց կարելի է անցկացնել հարցում եւ ստուգել։ Բայց եւ դրա համար են հարցումները արվում, որպեսզի օթում մարդիկ, այսպես ասած, չխոսեն։ Բայց սա է այն իրողությունը, որի հետ ոչ ԿՊ-ն, ԵՍՊԱ-ի դրությամբ, ոչ անձամբ ինքը Փաշինյանը ոչ մի կապ չունեն։ Փաշինյանին ինչ գույներով ուզում եք ներկեք, ինքը չի կարող դառնալ այն քաղաքական կերպարը, որը կարա մոբիլիզացնի 56% այդ քաղաքական որոշմանը աջակցող մարդկանց։ Ինձ համար այսօր դա ակնհայտ բայց իմ հարցին չպատասխանեցիք։ Նրան հավանական փոխարինողները ԿՊ-ի Կարեն Կարապետյանը որքանով հավանական փոխարինող էր Սերժ Սարգսյանին, ամենաանհավանականն էր, չէ՞։ Ֆանտաստիկ սցենարի։ Այսինքն ոնց կարող է լինել խամաճիկ ինչ որ մի հատ խմբի ներսում, երբ որ բոլորը ընդ հավաքված են սկզբունքով, այսպես ասած, որջին ենթարկվելու այդպես չի։ Ну, ամենայնպես կողքից այդպես է երևում հիմնականում, որտեղ մենք չենք տեսնում ոչ մի, այսպես ասած, ընդվզում ԿՊ-ի ներսում դեպատներ կամ ինչ-որ չկա այդ, այսպես ասած, հիմքը համարել, որ այդ վիճակը ավանդական վիճակը չի, խամաճիկ վիճակը չի ղեկավար մարմնում։ Ով կարա այդտեղից լինի, իհարկե ոչ ոք։ Իրենց ներսից իրենք չեն կարող առաջադրել որևէ մեկին, որպեսզի ժողովուրդը հավատա ու այն էֆեկտը լինի, ինչ որ եղավ Կարեն Կարապետյանի նշանակման դեպքում։ Պարզ օրինակը կա մարդկանց առաջ, իրենք նայում են, չեն տեսնում, խի չեն տեսնում, չեն ուզում տեսնել, որտեղ բոլորին սենց հարմար է։ Ինչքան են քշելու այդ մեքենան, մինչև ավարիա չտան, չէ՞։ Կամ մի հատ ՊՊՑ գունդ պիտի լինի գլխներին տան, որ իրենք ասեն, վայ, ես ինչ եղավ, բան եւ այլն, կամ պիտի ինչ որ մի հատ կանգնեն փաստի առաջ, որ ընտրությունները տապալված են եւ հարկավոր է արդեն այդ վաղ մարդ ծեծել, բան տանել, չգիտեմ։ Եթե Գյումրիի, այսպես ասած, ընտրությունները մի հատ համապետական մակարդակով, հա, փորձենք էքստրապոլյացիա անել, ինչ է անելու ԿՊ-ից։ Հանգիստ հանձնելու է իշխանությունը ու գնալու է ընդդիմություն դառնա խորհրդարանում։ Մենք հələ չգիտենք Գյումրիում իրենք կհնազանդվեն այդ քվեարկության արդյունքներին։ Մենք հələ չգիտենք Գյումրիում ընդդիմությունը կունենա քաղաքապետ բառը։ Այսինքն իշխանությունը կգործադրի բոլոր ոչ քաղաքական, այսպես ասած, մեթոդները տապալելու, չէ՞։ Բայց դա մյուս կողմից էլ եթե ընդդիմությունը իր շարքերի վրա վստահ չի, դա էլ խնդրեմ է։ Դա այսպես կարելի է նայել, միշտ կարելի Լուկաշենկոն էլ է տենց նայել։ Օրինակ ձեր ասած Լուկաշենկոյի մտածելակերպից ինչու է տարբեր։ Չէ, իմ ասածը չի կարող լինել ընդդիմություն ավտորիտար երկրում, որը որ հաղթի ընտրություններում ու ստանձի պաշտոն։ Կարող է հաղթի, բայց պաշտոնը չի ստանա, չէ՞։ Ես չեմ բացառում ԿՊ-ի ոչ այնքան մաքուր մեթոդների կիրառումը, ասենք Վանաձորում եւ տարբեր տեղեր Կամալավերդիում արտահայտվեցիք։ Այո, բայց մյուս կողմից էլ Քոչարյանի ավտոմեքենայի ավտովթարի հավանականությունը ինչքան է որպես ընդդիմության առաջնորդ, նրա պիկը 21 թիվը չէ։ Նրա պիկը 21 թվականին, հա, հիմա դա ինչ քննարկենք։ Կա ինչ որ էլեկտորատ, որը որ քվեարկելու է մարտահրավեր, չէ՞, պետք է նետի Փաշինյանին, ում դուք ցածր վարկանիշով գործ եք։ Փաշինյանի այսօր թիվ 1 հակառակորդ ինքը Փաշինյանն է։ Կարակ վերնագիր գրեք։ Հզոր վերնագիր է։ Իսկ եթե բացատրեք, կարող եք իր բացասական ռեյտինգը Քոչարյանի թիվ 1 հակառակորդը Ռոբերտ Քոչարյանն է, իր բացասական ռեյտինգը, Սերժ Սարգսյանի ամենամեծ հակառակորդը Սերժ Սարգսյանն է, իր բացասական ռեյտինգը։ Դա պարզ տրամաբանություն է։ Յուրաքանչյուր գործիչ ունի դրական ռեյտինգ եւ բացասական ռեյտինգ։ Այսօր թվարկած բոլոր Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան իտոգում իրենց քաղաքական գործունեության ունեն հավաքած բացասական մեծ ռեյտինգ։ Որովհետև կյանքը ոնց հասկանում ենք ցույց է տալիս նախկին, ներկա
այս խաղը էլի շարունակվելու են այդ թվում 26 Շատ եմ մասնակցել տենց դիսկուսիաներին, իտոգում ինչի շուրջ են այդ դիսկուսիաները։ Կա իրողություն, որը որ անհաճելի է։ Լեոն Տեր-Պետրոսյանին հաճելի չի լսել, որ ինքը մեծ բացասական ռեյտինգ ունի։ Ռոբերտ Քոչարյանին հաճելի չի լսել, որ ինքը մեծ բացասական ռեյտինգ ունի։ Սերժ Սարգսյանին հաճելի չի լսել, Նիկոլ Փաշինյանին եւս հաճելի չի լսել։ Բայց սա իրողություն է, եւ սկսվում են խոսակցություններ։ Բա որ սենց, բա որ նենց, բա որ բան, դա 30 տարի էդ է եղել։ Բայց Նիկոլ Փաշինյանը բայց մի բանով տարբերվում է, կներեք։ Սովորական, այսպես ասած, ոչ այդ այսպես ծանրաբեռնված նման բաներով մարդիկ կարող են ասել, ախպեր ջան, դրական ռեյտինգով մարդ առաջադրեք եւ ունեցեք արդյունք։ Բայց դուք չեք նկատում Փաշինյանը ինչ է անում։ Ամբողջ օրը ինքը իրեն քլնգում է։ Ամբողջ օրը, այսինքն այն դա իր ռեյտինգը բարձրացնում։ Այ եկեք մտածենք, բարձրացնում է թե չէ։ Որ լավ քլնգում է։ 7 տարի առաջին դասանում է մնացել։ Մենք այս վիճակում ենք, որովհետեւ բոլորս տգետ ենք։ Տեսեք, մարդը քլնգում է ինքն չենք, էլի։ Իրենք են բոլորը տգետ, չէ՞։ Թող չընդհանրացնեն, ընդհանրապես։ Ուզում եմ ասել, ասենք ի տարբերություն Քոչարյանի Սարգսյան, որոնք իրենց, այսպես, ես երբեք օրինակ չեմ լսել իրենք իրենց քննադատեն, հա, իրենք միշտ ճիշտ են, մյուսն է սխալ։ Փաշինյանը ամբողջ օրը իրեն քննադատում է։ Դա ինչ էֆեկտ կարող է ունենալ, բան։ Կնվազեցնի իր այդ 14%-ը ավելի քիչ, որովհետև հիմա իսկ արխետիպները էլի ովքեր են վստահում Փաշինյանին առ այսօր։ Մարդիկ կան, որոնք որ ունեն շահ, կոնկրետ շահ։ Պաշտոնյա են, SNN են, բան եւ այլն հասկանալի է, ով էլ լինի իշխող ուժ, իրենք այդ հատվածը, մոտավորապես հենց այդ 10%-ն է, էլի։ Եվ մի փոքր մարգինալ խմբեր։ Մարդը պիտի 25 թվականին կատարյալ, այսպես ասած, անմեղսունյակ լինի, որ մտածի, որ Նիկոլ Փաշինյանին կարելի է վստահել։ Նիկոլ Փաշինյանն է ամեն օր ասում ինձ մի վստահեք, էլի ես առաջի դասարանում եմ մնացել 7 տարի, ինձ հանեք այս գործից եւ այլ միգուցե կամ չգիտեմ, էլի դատապարտված անդեր մնալ։ Եթե մենք թողնենք հումորը եւ հասկանալի է, Փաշինյանը ծանրաբեռնված է այնպիսի խնդիրներով, որ ինքը չի կարող անդիմություն դառնալ։ Փաշինյանի մոտ նույն խնդիրն է, ինչ որ միշտ եղել է կոռուպցիոն ռեժիմի ղեկավարների մոտ Հայաստանում, ինչպես գտնել իրավահաջորդ, որպեսզի, այսպես ասած, խուսափի որևէ բացասական հետևանքներից օրենքի դաշտում, արդարադատության դաշտում եւ այլն եւ այլն։ Դա տեսանելի է, երևում է եւ մեծ, այսպես ասած, այպես բան պետք չի դա հասկանալու համար։ Եվ այսօր արդեն ես այդ տեսակետից եմ նայում։ Իմ համար, իմ կարծիքով պարզ է, որ քաղաքացիական պայմանագիրը եթե ուզում է որպես կուսակցություն, ֆրակցիա վերարտադրվել 26 թվականի ընտրություններում, ունի միայն մեկ ճանապարհ։ Փաշինյանը ինչ է հարկավոր, պաշտոն, չէ՞։ Ունեն պաշտոն, այդպեսի պաշտոն։ Ունեն, նախագահի պաշտոնն է, չէ՞։ Կարան Փաշինյանին ընտրել նախագահ, կարան, դրա համար իմ, ձեր, մյուսների մասնակցությունը հարկավոր է, ոչ, կուսակցությունով հավաքվում են, ընտրում են եւ այլն։ Իսկ վարչապետ Հայաստանում առաջադրվող հիմա պիտի գա կառավարության գլխին կանգնի մարդ, որը որ ի վիճակի է 56% բնակչության այդ մարդկանց, ովքեր որ իրենց որոշումով պատրաստ են նպաստել Հայաստանի Եվրոմիության անդամությանը, մոբիլիզացնել։ Իսկ Փաշինյանը ինչու դա չի կարողանել։ Որտեղ ինքը դա չի կարողանել։ Չէ, արգումենտ եմ ուզում լսել։ Որովհետև Փաշինյանը ի սկզբանե եկել է իշխանության, ցանկացած քաղաքական գործիչ իշխանության գնում է ինչով։ Մի հատ պայուսակով, որի մեջ իր պարտավորություններն են, չէ՞, աջակիցների արչև, հակառակորդների արչև, քաղաքական օպոնենտների, գերտիրությունների արչև։ Փաշինյանը ունի մեծ պայուսակ եւ այդ պայուսակը իրեն թույլ չի տալիս այդ ձեր ասածը անել։ Եթե այդ պայուսակը չլներ, ինքը վաղուց դա կաներ։ Տրամաբանություն է իրեն դա կհուշել։ Չէ՞։
Եվ հիմա իմ կարծիքով դա բարձր է որ Փաշինյանը դա չի կարող անել որովհետև չի կարող անել ձևանալ չի աշխատում այդ արեց արդեն Սերժ Սարգսյանը վերջո չկան այդ բոլոր դեբատների մեջ ինչպես անել որ այսպես անել որ այնպես անել մի այսպես ասած սկզբնական դրվագ աքսիոմատիկ կա որ ժողովուրդը բութ է մեծ մասամբ ընտրողը բութ է ինքը չի որոշում որ չէ կարողանանք խաբել Սենց կանենք, նենց կանենք, նենց կանենք, նենց կանենք, ընտրողին կխաբենք։ Դեբատների ժամանակ քչերն են ունենում համարձակություն պարզ ասել, այդ ինչ որ ես հիմա շարադրեցի։ Բայց այդ մարդկանց ում հետ որ ես օրինակ այդ տեսակ բանավեճեր ունեցել եմ, ես փորձել եմ ինձ համար համակարգեմ, էլի, մարդիկ ո՞նց են մտածում, խեն տենց մտածում։ Որն է ելակետը։ Եվ ելակետը այսպեսին է, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ընտրողների երիշխող խմբին կա պատկերացում, որ կարելի է խաբել, միամիտ են, SN, NN եւ այլն, ապա հնարավոր է ինչ որ մի տեխնոլոգիա, որ այսպես ասեմ, հանրային օժանդակություն չունեցող անձ դառնա երկրի ղեկավար։ Էս է սա։ Երբ որ sense մանրացնում ես, ձևակերպում ես, բարձրաջրում ես, տակա է դա։ Ու 30 տարի մարդիկ նստած քննարկում են ինչպես կարելի է առանց հանրային օժանդակության դառնալ երկրի ղեկավար, որ եղանակներով ոնց սենց, նենց եւ այլն։ Սա է։ Եվ հիմա քաղաքացիական պայմանագրի համար ակնհայտ է, որ այն օրերը անցել են, չէ, երբ որ կար հանրային օժանդակություն։ Չի կարող հիմա։ Ինչ ուզում ես խոսա։ Ոնց ուզում ես բացատրի, խեա Արցախում էթնիկ զտումը եղել։ Փաստա չէ։ Ում ուզում ես մեղադրի, ում հետ ուզում ես դեբատների մեջ մտի։ Գործոն է դա։ Եվ այդ գործոնը չէ, տեսեք, այդ նույն հարցման մեջ 56%-ը կողմ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին։ Բայց այդ 56%-ից 45%-ը դեմ են զիջումների։ Հիմա Փաշինյանը ինչպես ինչու չի կարող գնալ արգումենտը ձեր ասածը բարձ ասեմ իմ գնահատմամբ։ Փաշինյանը չի կարող դա անել, որովհետև արդեն մենք տեսնում ենք, որ հայտարարած քաղաքական դիրքորոշումը հետևյալն է՝ առանց նախապայմանների կնքել Ադրբեջանի հետ, Հայաստանի կողմից նախապայմանների խաղաղության պայմանագիր, ճիշտ է։ Արդեն դա նշանակում է, որ Հայաստանը իր ավանդական մոտեցումը նախապայմանը Հայաստանի ո՞րն էր այսքան տարիներ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու, Արցախի կարգավիճակի հարցը, չէ՞։ Այսօր Հայաստանի ղեկավարությունը հիմա բանաձև է, ոնց են մարդիկ հասկանում կամ զգում։ Ուժի արչև խոնարհվելով, չէ՞, հետ են կանգնում մեր հայրենակիցների օրինական իրավունքները պաշտպանելուց։ Դա բարոյական է։ Մարդու սովորական մարդու տեսակետից։ Ոչ։ Դա բարոյական չի։ Եվ դրա համար այդ ռեյտինգն է տենց, եւ դրա համար այդ մարդիկ, եթե վաղ ասենք մենք Եվրոմիություն են գնում, ոչ մեկ չի հավատա, որովհետեւ 13 թվականին ես դեմ դուրս եկա Սերժ Սարգսյանի առաջադրմանը, որովհետեւ մի խումբ կոռուպցիոն ղեկավարներ երկրի չեն կարող Հայաստանը տանել ասոցիացման եւ տանել Եվրոմիություն, չեն կարող։ Գանգստերները, բանդիտները չեն կարող այդպես քաղաքական ծրագրեր իրականացնել։ Այսօրվա քաղաքացիական պայմանագիրը նույնպես չի կարող։ Բարոյականությունը գլխավոր խնդիրն է քաղաքականության մեջ։ Եվ այդ բոլոր այսպես ասած պատկերացումները, որ քաղաքականությունը անբարոյական է, էս է, ինքը ունի նույն արդյունք, անբարոյական քաղաքականությունը վերջանում է 10% ռեյտինգով։ Սա է։ Շնորհակալ եմ պարոն Ղուկասյան զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել ենք Անդրեաս Ղուկասյանին։